Աղավնի Սուքասյան Արմատ մեդիայի խմբագիր, առավոտյան այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել Արմատ մեդիայի խմբագրությունը։ Նույն րոպեին այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են իմ հեռախոսը, առգրավել են Արմատ մեդիայի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս, նույնքով ասելով ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում Արմատ մեդիայի խմբագրությունում առգրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել են Արմատ մեդիայի երկու այստեղ իմ եւ Նելի համակարգիչները, ասելով, որ ինքը այս հասցեումը հետեւապես ենթակա է առգրավման։ Պատուհանով գնում են կողքի սենյակ, իրենք չուզեցան այստեղով դուրս գան, որովհետև լրատվամիջոցներ կան, պատուհանով գնում են կողքի սենյակ, Արմատ մեդիան այստեղ է եւ կողքի սենյակում, այնտեղ խուզարկություններ իրականացնելու համար։ Այո, եւ ուշագրավը գիտեք որն է, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ եւ առաջինը համակարգիչներն ու հեռախոսները այս պահին Վառացրել, որտեղ գրված էր, որ եւ առաջինը համակարգիչներն ու հեռախոսները այս պահին, ասպես ասեմ, Արմատ մեդիայի աշխատանքը կատվածահար է, մենք չենք կարող աշխատել, մենք չենք կարող ընդհանրապես կայքը այս պահին չի կարող գործել, հաղորդումներ չենք կարող ունենալ, այս պահի դրությամբ տեղում զննություն եւ ձեր հեռախոսները վերադարձնեն, այնուհետեւ 15 րոպե հետո իրենց ասածը հերքեցին, ասացին, որ ունեն տեղություն անել Հետևաբար բոլորիքս հրաժարվել եմ տրամադրել իմ գաղտնաբառը, իմ առգրավել են առաջինը, Նելիին առգրավել են երկրորդը, անգամ այն մարդիկ Արմատ մեդիայի, որոնք տվել են հատուկ քննչական ծառայության աշխատակցին իրենց հեռախոսի գաղտնաբառը, որպեսզի տեղում հեռախոսը զննվի եւ վերադարձվի, անգամ մարդկանց հեռախոսները այս պահին Պետք է շեշտեմ, որ հիմքը դատարանի որոշումն էր, Ռուզաննա ջան, գրված էր, որ Ալիկ Ալեքսանյանի գործով դատարանը իրենց տվել է թույլատվություն խուզարկել Արմատ մեդիայի խմբագրությունը եւ ուժային համակարգի ներկայացուցիչները ըստ դատարանի որոշման այս տարածքում պետք է փնտրեին կրիչներ, համակարգիչներ, հավաքներին մասնակցելու երթուղիներ, աշխատակիցների աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր, մի կարևոր բան հարգելի գործընկերներ, ես ուզում եմ, որ դուք շեշտեք, Արմատ մեդիայի կողմից որևէ փաստաբան դեռ տեղ չէր հասել, նրանք իրենց հետ բերել էին կրիչ, միացրել են աշխատանքային համակարգչին, հավանաբար որոշակի ինֆորմացիաներ այդ կրիչի վրա տեղափոխելու համար, դա կամ համակարգիչ տեղափոխելու համար հավանաբար, այո, առաջի բանը դա են արել, մի անգամից մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր եւ ինչ ներուշագրավ, որ իրենց հետ վերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին եւ օրինակ մենք չգիտենք իրենց վերած կրիչի վրա ինչ ինֆորմացիա կար, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչը։ Սա որ Ես երկրորդում եմ աղավնի ասածները, ես ավելի այս մասով հավելելու բան չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ ես գլխավոր խմբագիրն եմ Նելի Ավետիսյան, բայց ես կարող եմ ասել, որ սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի եւ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի Սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին եւ այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել։ Խմբագրությունը ինչ կապ կարող է ունենալ Ալեքսան Ալեքսանյանի վերագրվող այդ մեղադրանքի հետ։ Թե խմբագրությունը ինչ կապ կարող է ունենալ, ես չգիտեմ։ Ալիկ Ալեքսանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, որտեղ գրված է, որ Ալիկ Ալեքսանյանը Արմատ մեդիայի սեփականատերն է։ Այսինքն Ալիկ Ալեքսանյանը որևէ բան չի թաքցնել եւ թե ինքը ինչ կապ ունի Արմատ մեդիայի հետ,
Դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պարոն Ալեքսանյանի ներկայացրած հայտարարում առկա է։ Սեփականատերն է Ալիք Արմատ մեդիայի եւ Ալիկ Ալեքսանյանի կապի մասին հարգելի գործընկերներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ամեն ինչ կա։ Սա միայն քաղաքական է, այսինքն Ալիկ Ալեքսանյանի լրացնելու բոլորը կխնդրեմ դուրս գաք սենյակից։ Ես քննչական կոմիտեից եմ, կատարում եմ քննչական գործողություն, մնացած մանրամասների համար կարող լրատվականի հետ կապնվեք քննչական կոմիտեի։ Դուրս եկեք, սա գործողության սենյակ է, քննչական գործողություն է կատարվում։